Հայաստանում քվոտայի լրանալուց հետո էլեկտրոմոբիլների շուկան լրիվ կփոխվի, այսինքն ներկայիս 2% բնապահպանական հարկից բացի ավելանալու է նաև 15% մաքսազերծումը, որը շատ մոդելների դեպքում անիմաստ է դարձնելու Չինաստանից պատվիրելու։ Այսինքն նույն դիպալ S07-ը օրինակ Հայաստանում կարողանաք գնել նույն արժեքով, ինչը որ Չինաստանից պատվիրելու, 3 ամիս սպասելու եւ մաքսազերծելու դեպքում։ Այս իրավիճակում ամենաշահավետ ու հետաքրքիր տարբերակներից մեկը դառնում է ավատարը, կոնկրետ պրեմիում սեգմենտում։ Ինչու՞։ Մինչև 2026 թվականը Չինաստանում գործում էր մի օրենք, որով նոր մեքենաները ձևակերպում էին որպես շահագործված եւ արտահանվելու դեպքում ստանում էին ավելացված արժեքի վերադարձ։ Այսինքն օրինակ $40,000 մեքենան արտահանման ժամանակ արժեր $37,000։ 26 թվականին այդ օրենքը փոխվեց, մեքենաները վաճառվում են նույն արժեքով Չինաստանում, ինչ որ արտահանման դեպքում դրան գումարած պետք է հավելյալ սպասեն 180 օր, մինչև կարողանան արտահանվել։ Եվ այդ օրենքը վերաբերվում է բոլոր բրենդերին, որոնք վաճառվում են Չինաստանում, այդ թվում գերմանական, ճապոնական եւ չինական, բացառությամբ Չանգանի ընկերությունների խմբի բոլոր բրենդերի։ Այսինքն նույն Չանգան, Kyuan կամ Nevo եվրոպական շուկայի համար, Deepal եւ Avatar։ Քանի որ Deepal-ը շատ տարածված է եւ հեշտ է գտնել Հայաստանում, ապա Avatar-ը ավելի սպეციფიկ մեքենա է եւ գտնելու դեպքում բավականին բարձր արժեք կունենա Հայաստանում, իսկ Չինաստանից պատվիրելու դեպքում շատ ավելի մատչելի է։ Պատկերացում կազմելու համար, եթե հիմա որոշեք պատվիրել Mazda EZ60 Չինաստանից, ընդ որում 25 թվականի արտադրության, որովհետեւ 26-ը առհասարակ չկա վաճառքի արտահանելու համար, այդ մեքենայի արժեքը full կոմպլեկտացիայով կարժենա $34,000, բոլոր ծախսերը ներառյալ։ Avatar 07-ը կարժենա սկսած $37,000-ից։ Ու երբ ասում եմ սկսած, դա նշանակում է Avatar-ի դեպքում, որ ամենամատչելի տարբերակը ունենալու է բոլոր նստատեղերի տաքացում, դիմացի նստատեղերի հովացում, zero gravity, Meridian 25 բարձրախոսով պրեմիում աուդիո համակարգ, շատ խելացի ավտոպիլոտ, հաճելի մատերիալներ, փափուկ, որակյալ մեքենա։ 37,000-ի մեջ ներառված է բոլոր ծախսերը, փոխադրում, մաքսազերծում, նույնիսկ բրոնապատում, որը մենք իրականացնում ենք Չինաստանում։ Ինչ մեքենա կարելի է ձեռք բերել 37,000-ով ամբողջությամբ նոր, որը որ մոտ կանգնած կլինի Avatar 07-ին, նույնիսկ քվոտայից դուրս մաքսազերծումը հաշվի առնելով։ Ողջույն բոլորին, ես Աշոտ եմ Dreamcar-ից, զբաղվում ենք էլեկտրոմոբիլների ներմուծմամբ։ Այսօր կխոսանք Avatar-ի մասին, ինչքան խորանում եմ մեքենաների տեխնիկական բնութագրերի ու մնացածի մասին, այդքան հասկանում եմ, որ մեքենայի արտաքին տեսքը ու սրահը ամենակարևորներից մեկն է, քանի որ մեքենան արտահայտվելու միջոց է ու այսօրվա իրականությունում գրեթե բոլոր մեքենաները միմյանց նմանվում են։ Խոսալով կոնկրետ չինական շուկայի մասին, հստակ կարող եմ ասել, որ Avatar-ը բացառություն է, նույնիսկ օրինակ է ծառայում մյուս արտադրողներին ֆուտուրիստիկ մեքենաներ ստեղծելու ժամանակ։ Avatar-ի թե արտաքին տեսքը, թե սրահը, թե առանձին դետալների դիզայնը իրոք շատ ունիկալ են ու հնարավոր չի շփոթել այլ մեքենայի հետ, ինչը այսօր շատ հազվադեպ է հանդիպում։ Ինչու որոշեցի խոսալ կոնկրետ 07-ի մասին, որովհետև կարծում եմ, որ Հայաստանի համար ամենաօպտիմալ մոդելն է, միջին չափի ընտանեկան crossover, որը որ լինում է թե ամբողջությամբ էլեկտրական, թե գեներատորի հիբրիդ տարբերակով, որը որ մաքսազերծում է էլեկտրոմոբիլների նման։ Ընդհանրապես Avatar-ը նախագծվել է Huawei, Cattle-ի ու Chang'an-ի համատեղ աշխատանքի արդյունքում, որտեղ Cattle-ը տրամադրում է կոնկրետ Avatar 07-ի դեպքում LFP, այսինքն լիթիում ֆոսֆատ մետաղական մարտկոցը, որը որ հայտնի է որպես երկարակյաց եւ ամուր, Huawei-ը տրամադրում է բոլոր ավտոպիլոտի հետ կապված սարքավորումները ու ծրագրային ապահովումը, իսկ Chang'an-ը հենց այն պլատֆորման է, որի վրա մեքենան հավաքվում է։ Ընդհանրապես $37,000 մեքենա չի։ Այսինքն ոնց է տարբերվում պրեմիումը միջին սեգմենտից, ձայնամեկուսացման առաջին հերթին, ճանապարհի ու քամու ձայնը ստեղ շատ քիչ է լսվում։ Նույնիսկ եթե մեքենան չոր է, լավ ձայնամեկուսացման ժամանակ թվում է թե ավելի փափուկ է։ Ստեղ մատերիալները հենց ղեկի կաշին կամ այն հատվածները, որտեղ ձեռքը դնում ենք, շատ փափուկ է։ Ռեալ տարբերվում է վատ որակի դերմանցինը լավ որակի դերմանցինից, ստեղ կա նաև օպցիա հավելյալ նապակաշվի սրահ ստանալու համար, սա նոր սրահի գույնն է, ամբողջությամբ բեժ գույնով, նաև արտաքին բաց կապույտ երանգն է։ Ռեալ կզգաք տարբերություն, եթե անցնեք բյուջետային էլեկտրոմոբիլից Avatar 07-ին, նույն ID4, Honda ENS1, թեկուզ BYD Song Plus, այդ մեքենաներից հետո ստեղ ռեալ կզգաք տարբերություն։
Այս մեքենան կտա հավելյալ էմոցիաներ, որովհետև տարբերվում է, նման չի սովորական մեքենային։ Ամենօրյա շահագործման ժամանակ այդ գեղեցիկ տարբերվող դիզայնը, լուսավորությունը, ղեկի այս ֆորման, այդ ամեն ինչը ազդում է էմոցիաների վրա։ Այն մարդիկ, ովքեր հոգնել են միանման մեքենաներից, այս մեքենան ձեր դուրը կգա։ Վարորդի մեքենա չի, կառավարումը Mazda EZ60-ի պես չէ, այսինքն այստեղ ավելի շատ է ճոճը, ավելի փափուկ, հանգիստ, ընդհանրապես մեքենան չի ստիպում արագ երթևեկելուն։ Հիմա միացնենք ավտոպիլոտը ու մեքենան սկսի ինքնուրույն քարտեզի նշված ճանապարհով քշել։ Ուշադիր հետևում ենք, ինչ որոշումներ է կայացնում։ Օրինակ լյուկերի վրայով, եթե ես քշեի, չի անցնի, շրջանցեի, ավտոպիլոտը դա հաշվի չառավ։ Այս ADAS համակարգը իհարկե Հայաստանում լիարժեք չի աշխատում, Հայաստանում կարող եք ուղիղ ճանապարհի վրա, գծերը երևացող ճանապարհի վրա սա օգտագործել։ Ընդհանրապես ավտոպիլոտը կամ պետքա լինի շատ հզոր ու լավը, կամ ընդհանրապես չլինի, որովհետև թերի ավտոպիլոտը ավելի վտանգավոր է դարձնում մեքենայի շահագործումը։ Հավատարը սկզբանե եղել է առաջատար Huawei ավտոպիլոտի տեխնոլոգիայի ներդրմամբ, հետո արդեն դա անցել է AITO-ին ու նորից ավատարի ամենահասարակ կոմպլեկտացիան ունի արդեն բավարար հզոր ավտոպիլոտ։ Կարող եք պատվիրել ավատարի ցանկացած մոդել, ցանկացած կոմպլեկտացիայով, ձեր իսկ ուզած օպցիաները ավելացնելով, դրսի եւ ներսի գույներով։ Բացի այդ, մեքենան կարող ենք թաղանթապատել հենց Չինաստանում, թե թափանցիկ, թե մատ տարբերակներով եւ արդյունքում ստանալ 26 թվականի արտադրության ձեր իսկ ցանկացած մեքենան Հայաստանում։ Մեր թիմը հիմա Երևանում է, ցանկացած հարցի դեպքում կարող եք կապնվել հետեւյալ հեռախոսահամարներով, նաեւ կարող եք բաժանորդագրվել մեր Telegram-յան ալիքին, որտեղ տեղադրում ենք ակտուալ հայտարարությունները։ Խոսալով մեքենայի արտաքին տեսքի մասին, ֆիրմային դիզայնն է, լուսավորվող լոգոյով, այստեղ ունենք Halo էկրանի տեղը, բարձր կոմպլեկտացիաներում այստեղ կարող է լինի էկրան ու տարբեր գրվածքներ լինի, կարծում եմ լրիվ անիմաստ օպցիա է։ Յուրօրինակ անվայծեր ունենք թե սովորական հայլիներով տարբերակ, թե կամերաներով։ Ընդհանրապես այս մեքենան Mazda EZ60-ին շատ նման է, նույն այս ներքևի սև էլեմենտը կարող եք տեսնել, Mazda-ում էլ կա նմանատիպ բան։ Դռները առանց ռամայի են, երկշերտ ապակիներով, ունենք նաև դռների վակուում։ Ետևից նույնպես ունենք լուսավորվող լոգո։ Այս կապույտ լույսերը ավտոպիլոտի ժամանակ են միանում, գրեթե բոլոր չինական մեքենաներում այդ գույնով են լույսերը։ Սրայի դիզայնը, ինչպես ասում էի, շատ ունիկալ է։ Ընդհանրապես Mazda EZ60-ին շատ նման է, EZ60-ը այս մեքենային են նմանացրել։ Նույնիսկ սրայի մանուշակագույն գույնը, ստեղ իհարկե ավելի մուգ է երանգը, համադրված սև գույնի հետ։ Ավատարի ֆիրմային օպցիան այս երկար դիմացի էկրանն է, որի վրա բոլոր վիջետները կարող եք տեղադրել, շատ հարմար բան է։ Էկրանի պատճառով նաև ղեկը մեզ մոտ քառակուսի ֆորմա ունի, որպեսզի կարողանանք էկրանը տեսնել։ Այստեղ սովորական հայլիներ են, եթե կամերաներ լինեին, էկրանը տեսնելու եք այստեղ։ Այստեղ ունենք նույնպես կամերայի պատկերը։ Մեքենայում կա շատ արտահայտիչ ու հետաքրքիր ամբիենտ լուսավորություն։ 07-ը ավատարի ամենամատչելի մոդելն է, բայց չնայած դրան, նույնիսկ այս ներքևի հատվածներում փափուկ է ու հաճելի մատերիալներ են, նույնիսկ պլաստիկը լավ որակի է, որը որ արդեն պրեմիում տպավորություններն է տալիս։ Սրա լինում է մանուշակագույն սևի համադրությամբ, բեժը սպիտակի համադրությամբ, որը որ արդեն իսկ Հայաստանում կա նմանատիպ մեքենաներ, բայց եթե շատերը մտածում են, որ սպիտակը պրակտիկ չի լինի, կա ամբողջությամբ բեժ տարբերակը։ Դա իհարկե վճարովի օպցիա, մոտ 4000 յուան արժեք ունի։ Դուրն էլ ամբողջությամբ, նույնիսկ ամենաներքևի հատվածները արհեստական կաշի կամ հաճելի այլ տեսակի մատերիալներ են, որը որ շատ անսպասելի է այս գնային սեգմենտում։ Այստեղ սովորական լուսավորվող արևիկն է, ունենք վարակույրով պանորամային տանիք, ունենք մեկ հեռախոսի համար անհրաժեշտ լիցքավորում, այստեղ Huawei Harmony Space օպերացիոն համակարգն է, որը ունի անգլերեն լեզու հենց գործարանից։ Էկրանը շատ բարձր որակի է, ամեն ինչ արդեն սովորական, 360 աստիճան կամերաներով, դեռ չեմ հանդիպել, օրինակ Tesla-ի պես որակյալ կամերաներ չինական մեքենաներում, երևի Լիսյան կամ AITO-ն է, որ համեմատելի է։ Ամեն դեպքում ստեղ ինչ-որ պետք է ամեն ինչ կա, ամենաբազային կոմպլեկտացիայում, ինչպես նշեցինք, կա բոլոր նստատեղերի տաքացում, ղեկի տաքացում, դիմացի նստատեղերի հովացում, դիմացի նստատեղերի մերսում, zero gravity,
Արչևի երկու նստատեղերի համար։ Ավատարի master account-ը նույնպես աշխատում է Հայաստանում, իհարկե շատ սահմանափակումներով ու բավականին դժվար է ակտիվացնելը կամ վերականգնելը ի համեմատ նույն Լիսյանի։ Հատկապես էկոհամակարգը լիարժեք դարձնելու համար կարող եք ձեռք բերել Huawei հեռախոս, որը միանում է մեքենային։ Դուռը բացելու համար պետք է սեղմել այստեղ, բայց նկատել եմ նոր ավատարի թարմացումներում արդեն մեխանիկական բռնակներ են տեղադրում անվտանգության հետ կապված նոր օրենքի շրջանակներում։ Հետևի նստողների տարածքը շատ մեծ չի, եթե օրինակ համեմատենք Zeekr 7X-ի հետ, որը որ հիմնական մրցակիցներից է, բայց բավարար հարմարավետ է, մանավանդ այս շատ մեծ պանորամային տանիքի շնորհիվ ու այս մեջտեղի հատվածի, որը որ շատ պրեմիում ձևով է սարքված, էլեկտրական կառավարում ունենք նույնիսկ հետևի նստատեղերի համար, որակյալ ուպին մատերիալներով է սարքված։ Ընդհանուր նստարանների դիրքը, այս ձեռքի հատվածը, մատերիալների փափկությունը շատ հարմար է։ Բոլոր մեքենաները չի, որ կարող եմ այդ նույնը ասել։ Բեռնախցիկը բացվում է շատ սովորական ձևով։ Հետևի նստատեղերը ծալել են, կարող եք տեսնել ընդհանուր տարածությունը։ Փոխեցինք սպորտ ռեժիմի։ Սպորտ ռեժիմում ղեկը մնում է մեկը շատ թեթև, բայց պեդալի արձագանքը շատ կտրուկ է դառնում, բայց այն կառավարելիությունը չի ստանում, որ ուզենաք ակտիվ մանևրել։ Zeekr 7X-ի հետ պետք է համեմատել այս մեքենան, Zeekr 7X-ը ավելի ստաբիլ է ու սպորտային է։ Կոմֆորտի վրա դա չի անդրադառնում, որտեղ Zeekr 7X-ն էլ է շատ հարմար, բայց այդ մեքենան ավելի շատ է պրովոկացնում արագ վարելուն ու կտրուկ վարելուն։ Ավատարը նույնիսկ սպորտ ռեժիմում ուզում ես փոխես հետ կոմֆորտ։ Իսկ թե որ տարբերակ ընտրել ամբողջությամբ էլեկտրական թե հիբրիդային, քանի որ Հայաստանում մեծամասնությունը բնակչության ապրում է բնակարաններում, որտեղ չկա հարմարություն սեփական լիցքավորման կայան ունենալու, այդ պարագայում կարծում եմ հիբրիդայինը ավելի հարմար է։ Եթե լիցքավորման կայան ունեք, միանշանակ կարող եք ընտրել ամբողջությամբ էլեկտրական եւ երբևիցե չառնչվել բենզինի կոմպոնենտների սպասարկման հետ, որը որ հավելյալ ծախսեր է բնականաբար, այն որ արտադրողը հնարավորություն է տալիս ընտրելու շատ լավ է, որտեղ հաճախ մենք ստանում ենք հարցումներ պրեմիում սեգմենտի էլեկտրոմոբիլի, որը որ շուկայում շատ քիչ է, որովհետև հիմնականում կամ բյուջետային սեգմենտն է լինում, կամ ավելի արժեքով բարձր։ Ընդհանրապես այդ գերշքեղ սեգմենտում մեծ քրոսովերների գրեթե էլեկտրական տարբերակներ չկա, հիմնականը դա Neon կամ Xpeng-ն են, որ ունեն մեծ շքեղ էլեկտրական հենց քրոսովեր, մնացած դեպքերում բոլորը հիբրիդային են։ Ավատարը տալիս է ընտրություն ցանկացած մոդելի դեպքում ընտրելու։ Եթե արդեն վարում եք էլեկտրոմոբիլ, ուզում եք թարմացնել մեքենան, դասով ավելի բարձր, ավելի կոմֆորտ եւ հագեցած մեքենա, ավատարը շատ լավ տարբերակ է, հատկապես հաշվի առնելով այդ օրենքի նրբությունները եւ մեքենայի ավելի շահավետ արժեքը համեմատած մյուս բոլոր արտադրողների հենց Չինաստանում։ Բոլոր հարցերի կամ պատվերելու համար կարող եք կապնվել մեր հետ, կոնտակտային տվյալները վիդեոյի ներքևում են։ Շատ շնորհակալ եմ, որ հետևում եք մեր ալիքին, անպայման բաժանորդագրվեք եւ լավ եղեք։